Մանուկյան նախընտրական շրջանում Հայազգային կոնգրեսը քաղաքական բանակցություններ կոնսուլտացիաներ էր վարում ուժեղ Հայաստան կուսակցության հետ, բայց ձեր մեկնած համագործակցության ձեռքը մերժվեց ուժեղ Հայաստանի կողմից, պոպուլիզմի մասին էիք խոսում, այդ կուսակցության նախընտրական ծրագիրը հագեցած է պոպուլիստական խոստումներով, հայտարարություններով, նախ ինչն է պատճառը, որ մերժվեց Հայազգային կոնգրեսի պրագմատիզմը եւ ինչու եք հենց ընտրել պոպուլիստական խոստումներով քաղաքական ուժի հետ գործակցության տարբերակը, գուցե եթե այլ քաղաքական ուժի ընտրեիք, ճշտում անեմ, մենք տարուկես շատ քաղաքական ուժերի հետ ենք բանակցել, խորհրդակցություններ արել, միասնական գնալու համար, խնդիրը շատ պարզ էր։ Ինչն էր պատճառը, որ մերժեցին։ Բացատրում եմ։ Այն ծրագրերը, այն մոտեցումները, որ մենք ենք կտրուկ դնում, այդ հենց ռեալիստական կոշտ, ոչ մի ցանկություն, ոչ մի կենաց, այդ բաները շատերի համար ընդունելի չի։ Նույնիսկ ոչ միայն այլ կուսակցություններ մեր մեջ էլ երբեմն լինում են շատ սուր քննարկումներ վեճեր, գնալ թեթևակի բաների, պոպուլիզմի ցանկություններ արտահայտելու, այսպես ժողովրդական շահելու, գրավելու թե չէ, եւ միշտ դες ասեմ հաղթել է կոշտ դիրքորոշումը։ Այսինքն այդ սկզբունքայնության պատճառով, նաեւ պատճառով չի կայացել այդ բաները, որտեղ մենք մեր դիրքորոշումներ միշտ արտահայտել ենք եւ եղել է դիրքորոշումների տարբերություն, ոչ թե համագործակցության մերժում եւ մենք դեմ չենք, որ որևէ դիմադիր ուժ հաղթանակ տանի, ուրախ կլինենք, որովհետեւ կա երկրորդ հնարավորությունը խորհրդանում դիմադիր ուժերը փորձեն գումարվել եւ ավելի շատ ձայն հավաքեն, քան այսօրվա իշխանությունները, տարբերակը կա։ Եվ այդ տարբերակը դեռևս մենք բաց ենք պահում, հուսամ, որ դա կաշխատի, կոալիցիա կարող է ձևավորվել պարլամենտում, Որ քաղաքական ուժերի մեջ եք հավանական համարում, օրինակ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյան, այս կոնգլոմերատին կհաջողվի կոալիցիա ձևավորել։ Մոդուսը այսպիսին է լինելու։ Ես կարծում եմ, հավանաբար, շատ ձայն կհավաքի ուժեղ Հայաստանը եւ բոլորն էլ կարծես թե այդ սկզբունքին են, որ միանան ուժեղ շատ ձայն հավաքածին։ Դա արդար սկզբունք է, այսպես խաղի կանոն է, որը նաև սկզբից հայտարարում, եթե այդ սկզբունքը աշխատի, արդյունք կստացվի։ Տեսնենք, ես հիմա գիտեք մի հատ էլ բան ասեմ էլի ձեզ, քանակը միշտ չի որ բան է որոշում, քանակը կարևոր է, բայց ուզում եմ ձեզ հիշեցնել 12 թվականին մենք խորհրդանում էինք 5-6 падգամավոր էինք, բայց օրակարգ էինք թելադրում բոլոր բնագավառներում իրավաբանության, տնտեսության, քաղաքականության, այսինքն 5 հոգի էլ որակով քաղաքական պինդ կորիս ուժը, սկզբունքային ուժը կարող է օրակարգ թելադրել։ Ես մեզ տեսնում եմ հենց այդպես, կարևորը քանակ չի, այսինքն ում հետ էլ մենք փորձենք բանակցենք, չգիտեմ, կոալիցիա անենք, պայմանավորվածություններ ձեռք գնանք, մեր սկզբունքները չենք զիջել։ Պարոն Մանուկյան, օրինակ եթե դուք անցնեք խորհրդարան եւ վարչապետի տեխնացու առաջադրելու պահակ։ Եվ առաջադրի օրինակ Ռոբերտ Քոչարյանը, որը ամենառեալ վարչապետի տեխնացուն է, Սամվել Կարապետյանը սահմանադրության հետ կապված խնդիրներ ունի, գիտեք, պիտի գան փոխեն եւ այլն։ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնը։ Հայ ազգային կոնգրեսը կքվեարկի Ռոբերտ Քոչարյանին։ Դուք դրան տեսնում եք Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Այսպես ասեմ, կհաղթարեմ գայթակղությունը, որ հիմա մեջ ես այսպես պտտվում եմ, եւ վատ բան ասեմ Քոչարյանի նկատմամբ չեմ ասելու, այս բայ չեմ ասելու, որովհետեւ ճիշտ չի, այս պահին իշխանականից են կողմ քննադատել, մենք ունենք մի թիրախ։ Քոչարյանն է որտեղ ռեալ վարչապետի տեխնացուն։ Ձեզ թվում է, թող թվա ձեր կարծիքն է, իրավունք ունեք։ Այսինքն Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողած Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի հարցը իր օրոք բարենպաստ կարգավորման պլանով չլուծած Ռոբերտ Քոչարյանը ավելի նախընտրելի է, քան դուք ինձ տանում եք միտեղ, որ ես հաճույքով կարող եմ ներկայացնել ձեր ասածը ժամերով, օրերով, այդ արտուանուն եք տալիս, որ ես դատարաններում եւ այլն փորձագիտական մակարդակի հարցին տիրապետողի հետ չեմ հավատում։ Իհարկե, եթե իմ մոտ բան է լինի, այսինքն նումերացիա լինի, ինքը հաստատ կամ առաջինն է կամ երկրորդն է, բայց
Պատրաստ եք աչք փակել Ոչ, ես ես ասեմ, ինքը չի ասնելու խորհրդարան, այդքան բան, լավ։ Ռոբերտ Քոչյանը խորհրդարան Այո։ Տեսնենք։ Ես շնորհավոր եմ ձեզ, շնորհակալություն հայտնեմ արծազվից համար ու գնամ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։